Կարապետումյան Մայիս Շահենի ծնվել է 2001 թվական մարտի 13, Արմաշ գյուղում, մանկապարտեզ հաճախել է Արմաշում, դպրոցը նույնպես Արմաշում, մինչև 8-րդ դասարան։ Հաճախել է Պարի, Գարուն պարային համույթում է ապրել 5 տարեկանից։ Պարի հետ համայնտեղ մի թեթև այստեղ կարատեի բոքսի դասեր կար, այնտեղ էր հաճախում, բայց հիմնական Պարի է հաճախել։ Դպրոցում մասնակցել է տարբեր միջոցառումների, այնպես որ առաջին տեղում ինքն է եղել թե ասմունքի, թե Պարի առաջատար, սովորել է Գերազանց, 8-րդ դասանից տեղափոխվեց Երևան, Պարարվեստի պետական քոլեջ։ Ընդունվել է ժողովրդական բաժինը, սակայն իր տվյալները տեսնելով, այնտեղի գեղարվեստական ղեկավար Դիվանյանը առաջարկել էր Մայիսին տեղափոխվել բալետի բաժինը։ Սակայն նա չցանկացավ։ Մնաց իր ժողովրդական բաժնում, այնտեղ սովորեց մինչև 2019 թվական ավարտեց ժողովրդական բաժինը, ստացավ դիպլոմ որպես ժողովրդական պարող։ Ընթացքում պարում էր բարեկամության անսամբլի հետ Մեհրաբյանի խմբում 1-1, ճիշտ է միշտ չի գնացել, բայց երբ որ պետք է եղել Մեհրաբյանը տեսնելով իր կատարողականությունը, տարել է, պարել է օպերայում նույնիսկ։ Այդպես հետո ավարտելուց հետո Մայիսը ընդունվեց մանկավարժականի ռեժիսորայի բաժինը։ Ճիշտ է ցանկություն ուներ հետ վերադառնալ ու Պարարվեստի գծով շարունակել, ուղղակի այդ ժամանակ հարմար էր այդտեղ, որպեսզի մենք ստիպեցինք, որ ընդունվի, հետո որ վերադառնար, հաստատ չէր ընդունվելու։ Այդպես 19 թվականի հուլիսի 16-ին զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցավ Արցախի Հանրապետության Մարտունի 3 զորամասում, գոհեր, սերժանտական դասընթացներ անցավ Ասկերանում, 1-2 ամիս գնաց Ասկերան, այնտեղ դարձավ որպես կրտսեր սերժանտ, հետո հետ վերադարձավ, տվեցին սերժանտի կոչում, ուներ իր ջոկը, ջոկի հրամանատար էր, նույնիսկ 20 թվականին իրեն տարել էին դասընթացների, կատ այդ զենքին էր տիրապետում, այդպես շատ գոհ էր իր ծառայությունից, շատ չէր դժգոհում ընդհանրապես ոչինչից, տղայի համար ծառայությունը պետք է ծառայենք, միշտ դա էր ասում, ամենակարևորը, որ խաղաղ լիներ, մինչև 20 թվականի չարաբաստիկ պատերազմը։ Համալսարան ընդունվելու համար մեզ պետք էր թուղթ մեր զորամասից, որ ներկայացնեինք համալսարան, որ հետաձգեինք իր ուսումը, բանակ զորակոչվելը, այդպես ինքը գնաց մեզ մոտ, իրան տվեցին թուղթ, որ ինքը պետք է հուլիսի 16-ին գնա բանակ։ Ու այնտեղից զանգեց ծիծաղալով ասեց, «Էդ էիր ուզում, ուղարկեցիր, թուղթս տվեցին»։ Ես էլ մենք էլ չհավատացինք ճիշտն ասած, ասեմ լավ, էլ մի խափի, ասենց, ասում տվել են թուղթս, պատրաստվեք, գնում եմ բանակ։ Ու ինքը միշտ ասում էր, ես գնալու եմ Ղարաբաղ եմ ծառայելու ու հիմնական Աղդամ։ Ես էլ ասում եմ, Աղդամը մերն է, որ դու ես Աղդամ, ասենց ասում էր, ոնց մերը չի, մերն է, ուղղակի այնտեղ մարդ չի ապրում, ասենց միշտ խոսում էր։ Պարոն կապիտան Շարքային ավետումյան ներկայացել է զինվորական երթում ընդունելու համար։ Մենք շատ ենք Ղարաբաղ գնացել, ինքը միշտ հիացել է այնտեղի բնությամբ, ասում էր, չէ, Ղարաբաղը լավ տեղ է։ Շատ գոհ էր ծառայությունից, երբեք չի դժգոհեմ, միշտ գոհ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, դուք ձեզ նայեք, երբեք չի դժգոհեմ։ Նույնիսկ պատերազմի օրերին մինչև ամսի 11-ը ամեն օր զանգահարել է։ Այտենց օր չի եղել, որ Մայիսը մի րոպե կամ մի 2 րոպեով մեզ հետ չզրուցում, միշտ ասել է մի հավատացեք լուրերին, մեկը ամեն ինչ նորմալ է, մենք հաղթելու ենք, մեկը վերջում Բաքվում քոչարի ենք ապրելու։ Ամեն անգամ ու վերջի օրն էլ որ զանգեց հոկտեմբերի 11-ին ամուսնուս ասել զանգել եմ ձայնդ լսեմ ու վերջ երեկոյան կզանգեմ։ Ու այդպես կապ ընդհատվեց բոլոր տղաների, ճիշտ է տղաների կեսը զանգել են ամսի 9-ին, հոկտեմբերի տղաների կեսը ամսի 10-ին, բայց մայիսից ամսի 11-ին է զանգահարել։ Ու չասեց, որ իրենց տանում են հադրութ, ասեց, որ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք,
ու այդպես կապ ընդհատվեց, բայց ընդհանուր առմամբ ինքը շատ գոհ էր, աշխույժ, փոթորիկ, մեր տան փոթորիկն էր, այսպես ասած, մայիսը։ Եթե մայիսը տուն էր մտնում, ուրեմն տունս այդ, չգիտեմ, իր պարային շարժումներով, իր աշխուժությամբ, փոթորիկ միայն, շպիտը դեմքին, միշտ շպտում էր, միշտ։ Այն ամենադժվար ժամանակ էլ, եթե եղել է պահեր, որ սենց կաղաբարկացել ենք, կարող է ինչ-որ մի բան, մեկը ինքը շպտում էր, շպտալով պատասխանում էր ու անցնում էր առաջ, ինքը ժպիտով ամեն ինչ, ուսով է մինչև վերջը ժպիտով հաղթահարեցին իրանք։ Իրենք իրենց վաշտը, իրենց, չգիտեմ, 76 հոգանոց վաշտը, որ Ջալալի հրամանով երեխեքին տարան գրաված Հադրութ։ Այդպես էլ ծնողներին, բոլոր ծնողներից մենք հոկտեմբերի 17-ից արդեն մեկս մյուսին գտնելով սոցցանցերից մեկս մյուսին գտել ենք ու պաշտպանության նախարարությունում արդեն հավաքվել ենք հոկտեմբերի 17-ին, 17-18-ին ու այնտեղ ոչ մեկ չի ասել, որ երեխեքը սենց, երեխեքը նենց, միայն ասում են, որ անտառներում են, պահկված են, չգիտեմ ինչ, պես խաբելով մինչև դեկտեմբերի 5-ը։ Նույնիսկ պապաները համախմբված Արցախի հանրապետություն են գնացել, զրուցել են բոլորի հետ, նույնիսկ արայք ոչ մեկ, բոլորն իմացել են, բայց մեծ ծնողներից ոչ մեկ ոչինչ չեն ասել, մինչև արդեն դեկտեմբերի 5-ին, որ երեխաների մարմիններն արդեն դուրս բերեցին, մեր տղաները Յաշմաջոկատի հետ են կռվել ու զանգահարել են, օգնություն են խնդրել, նույնիսկ կա հեռախոսի այդ վերծանած հեռախոսի համարներով, որ զանգահարել են, իսկ հրամանատարությունը ոչ մեկ օգնություն չի գնացել, նույնիսկ ունեցել ենք երեխաներ, որ մեկը մեկին օգնություն է ցույց տվել, որովհետև վիրակապեր ա եղել ոտքերին, հետո պապաներն են էլի ասել այնտեղ հերացիում։ Այդպես դեկտեմբերի 5-ին բոլոր 76-ին էլ միասին մի տեղից 76-ին էլ գտան տղաներին իրենց 3 հրամանատարներով ու սկսվեց դժոխքային օրերը մեր ծնողների, արդեն ամեն օր մի տղայի դեն կամ մյուսին, օր էր լինում 10 տղա, օր էր լինում 5 տղա, այդպես ամեն օր մինչև մենք մեր մայիսին 100 օր հետո ենք դենկայով հաստատվել, հունվարի 21-ին հաստատվեց, 24-ին հողակավորել ենք մեզ մոտ Արմաշում, ընտանեկան գերեզմանատանը։ Մարտական ընկերները բոլորը իրար հետ են եղել 76-ը, այնպիսի մարդ չկա, որ մենք իրենց հետ զրուցենք, մենակ կամավորներն են, որ պատմել են պապաներին, թե իրանց հերոսությունների, խիզախությունների մասին, որ հոկտեմբերի 6-ից մինչև 9 իրենց վաշտով կատարել են գործողություններ, ադրբեջանական դիրքեր են գրավել, քարտեզներ են բերել այնտեղից ու դրանից հետո արդեն իմանալով, որ մեր երեխեքը կարող այդ դիրքերը չկարողանան երեխեքի ձեռքից վերցնել, Ջալալի հրամանով ունենք թուղթը, որ Ջալալը ուղարկել է երեխաներին, հենց մեր վաշտին, անձամբ մեր վաշտին, 3 մեքենայով, սխալ տարածքով, որ չի թույլատրվում, 3 մեքենաներով երեխաներին ուղարկեցին Հադրութ։ Իսկ ընդհանուր տղաներ, ունենք տղաներ 5 հոգի, որ իրանց վաշտից են եղել, բայց չեն գնացել, բայց պատկերում ենք իրենց հետ շփում չունենք, որովհետև եթե նորմալ տղաներ լինեին, կգնային տղաների հետ։ Մահանային մեկը ուրիշ բան են, մյուս ուրիշ բան, իսկ մեր վարորդներից 2-ը Մարտունի 2-ի զինվորներ են եղել, Իշխանյան Սլավը եւ Գուլբանդյան Գարիկը։ Այդ ժամանակ մեր վարորդները Ստեփանակերտում են եղել, Մարտունի 2-ից վարորդ են խնդրել, իրենք եկել են, այդպես մեր տղաներին գնացել են Հադրութ, իրենք էլ են զոհվել մեր տղաների հետ միասին։ Առանձնապես, չգիտեմ, ինչ, որ շատ դժվար է պատմելը, խոսելը, բայց երբ որ խոսում ես, արդեն սառը գլխով, սառը ուղեղով, վրեժով լցված, չգիտեմ, մի կողմից հպարտ եմ, որ մայիսի մայրն եմ, որ ճիշտ տղա ենք դաստիարակել, ճիշտ հայրենասեր, մյուս կողմից ավելի հպարտ կլինենք, որ ինքը գար։ Մեր դպրոցում դասասենյակները անվանակոչվում էին հերոսների անունով, 7-րդ դասարանում մայիսնես դասարան անվանակոչվեց Արաբոյի անունով ու մայիսի երդման արարողությունը կարդաց
Այնտեղ խրոխցայնով երթվում է, որ իր պարտքը կկատարի որպես արաբո։ Մենք 8 դասարանցիները սովորելով Արցախյան ազատամարտում փառավորում են անցած արաբո ջոկատի անուն գրող դասարանում այսօր հանդիսավոր երթում ենք տալիս մեր ընկերների ուսուցիչների ու մեր հայրենիքի առաջ։ Երթվում ենք լինել աջանի էթնոս, արաբոյի, նրանց նման սիրել ընկերներին, լինել խելացի ու ազնիվ, քաջ ու հայրենասեր։ Երթվում ենք, որ կլինենք հայրենաց զինվոր, ինչպես արաբոյի յուրաքանչյուր մարդիկ։ Երթվում ենք։ Ու հետո որ կարդում ես արաբոյականների պատմությունը, տեսնում ես, որ իրենք էլ 72 հոգանոց վաշտ են եղել ու նույն ձև հետո իրենց մարմինները, որ ադրբեջանցիները գտել են, արաբոների, այնտեղ իրանք ասում են արաբոներ են, իրենք չէին փախչի ու գերի չէին ընկնի, սրանք անդրանիկներ են։ Ու այդպես, որ համեմատական ենք անցկացնում մեր տղաների վաշտի ու մայիսի, մտածում եմ երևի վերևից էր, որ հենց ինքը պետք է կարդար ու իրենց վաշտը նույն արաբոյի ճակատագրին պետք է արժանանար ու նրանք չէին փախչի։ Եղել է պատերազմի ժամանակ, որ զրուցել ենք, ես միշտ ասել եմ, մայիս չգնաս, մայիս սենց արա, մայիս այնպես արա, մի գնացեք, մի էլի փախեք, կներեք շատ ժամանակ ասել եմ, նույնիսկ փախի, եթե հնարավորություն կա ու ինքը ինձ ասում էր, մամա, եթե մյուս անգամ դու ինձ ասել ես փախի, էլ քեզ չեմ զանգի։ Ու մեր տղաների հետ եղել են նույնիսկ նորակոչիկներ, նույնիսկ մեկ օրվա զինվոր ենք ունեցել, որ խոսք էր լինում, ասում էր, մամա, գիտես, իրանք չգիտեն, որ ես էլ եմ իրանց տղան զինվոր, որ ասել են ջոկի հրամանատար, ասում է, իրանք չեն իմանում, մամա, նրանք նորակոչիկ են, այդ երեխեքին մենք ոնց թողենք ու փախնենք։ Ու հետո որ հիմա մի քիչ տենց անդադ մտածում ես, իրոք իրենք չէին փախնի։ Եթե փախնող լինեին, նախ չէին գնա, հետո իրանք իմացել են, որ իրենց հադրութ են տանում, իրանք չէին գնա, որ պատրաստ են եղել, մտածել են, որ լավ է լինելու, չգիտեմ, չեմ կարող ասել այդ պահին իրանք այդ երեխեքը ինչ են մտածել, բայց որ ունենք տեսանյութ, որ իրենք երգելով են գնում հադրութ, դա փաստ է։ Այոս բանակի, առաջի զինվորն ենք, բարով գնացեք, ինչքան էլ որ դժվար լինի դիմացեք, ողջոտամեն օրեմ էդրում իմացեք, քաջերը մենք աշխապարկով իմացեք, ով է այրունով է կաղով իմացեք։ Բոլորն էլ արժանի են, բոլորն էլ ամեն մեկը մի շնորհքի տեր երեխաներ են եղել, բոլորն էլ, չեմ առանձնացնում իմ տղային, այն մյուսին, այն մյուսին, բոլոր տղաներն էլ, 73-ն էլ, բոլորն էլ Պետրոսը սպորտսմեն է եղել, մի տղա ունենք Դիլիջանից մի ամսվա Դավիթ Հախվերդյան, որ ինքը նկարիչ է եղել, նույնիսկ վերջին նկարը Մոնթեի նկարն է նկարել է ու զորակոչվել է բանակ 20 թվականին։ Մայիսիս նպատակներն էլ, որ վերադառնար բանակից, իր բարի խումբը բացեր, բարով զբաղվեր, հիմնական ուզում էր բարի պետական, այնտեղ բարեկամություն պարում էր, բայց ուզում էր բարի պետական, այնտեղ բարևում ասում էր, այնտեղ շատ լավ է, չգիտեմ, կիսատ մնաց ամեն ինչ։ Հիմա ուղղակի ափսոսում եմ, որ մեր երեխեքի այդ գրաված, այդ թափած արյունի վրայով ադրբեջանցիներն են քայլում, մեկ մտածում են, որ ափսոս էին մեր տղաները, որ իրենց կյանքը տվեցին, բայց հետո մտածում եմ, մեզ համար են տվել իրենց կյանքը։ Տղաների հիմնական 73-ի, երևի 7, չգիտեմ, կեսին առաջի կարգ տվեց Արայք Հարությունյանը, մարտական խաչ առաջին, երկրորդը ծառայություն մարտական, այս մյուս մեդալը Վաչագան Չիբուխչյանի կողմից է եղել, լսելով մեր տղաների վաշտի իրենց քաջագործությունների մասին, Լիլիթ Չիբուխչյանի հետ միջոցառում կազմակերպեցին ու այդ մեդալները բաժանեցին, 4-րդ մեդալը էլի հրամանատարների կողմից է տրվել, որպես արծիվների վաշտ բոլոր տղաներին։ Սա մայիսենցս վերջի լուսանկարն է իր վաշտով, այստեղ բոլոր տղաները անմահացել են, բոլորը մայիսի վերջի լուսանկարն է։ Արդեն այս նկարում երևում է, թե ինքը ինչքան է փոխվել։
միանգամից մեծացել է։ Ունենք էլի լուսանկար, որ օգոստոսին արվել, ինքը նկարել էր, ուղարկել էր, այնտեղ ինքը լրիվ ուրիշ է։ Իսկ մեկ ամսվա մեջ, այսինքն մեկ ամսվա մեջ չէ, 10-15 օրվա մեջ մայիսը շատ է փոխվել, այստեղ դարձել ավելի հասուն, իր հորեղբոր տղաների հետ զրուցելու ժամանակ ասել է չեք պատկերացնի ինչերի միջով ենք անցնում ու ինչեր ենք տեսնում։ Նույնիսկ մտքից ծերով չէր անցնում, որ մայիսի հետ պետք է մի վատ բան լիներ, որտեղ ինքը ինքան էր մեզ հանգստացնում, որ նույնիսկ որ հեռուստացույցով լսում էինք Մարտունիում կրակեցին, Մարտունիում սենց, Մարտունիում չհավատակ, սուտ է։ Նույնիսկ որ հեռախոսով խոսում էինք, ձայներ էր լսվում, ինչ ես խոսում, հանկարծ չլացես, ինձ ասում էր, հանկարծ չփորձես լացել, ու միշտ ասում էր, պապայիս լավ կնայես։ Ուրիշ բան չէր ասում, մամա, պապայիս լավ կնայես։ Չգիտեմ։ 3 աղջիկ ունենք ու հավատացեք, մեր աղջիկներն ավելի ուժեղ են, քույրիկներն ավելի ուժեղ են, որովհետև իրանց համար ավելի դժվար է։ Մեզ համար էլ, ծնողների համար էլ ավելի դժվար, բայց քույրիկների համար ավելի դժվար է։ Մեր փոքր աղջիկն արդեն 17 տարեկան է։ Այն ժամանակվա սկզբից, որ շատ էի լացում, մի օր ինձ ասեց, մենակ մայիս ունես դու գիտես իմ համար հեշտ է, այդ ժամանակ ես հասկացա, թե ինչքան դժվար է իրանց համար։ Ուղղակի իրանք շատ ուժեղ են, որ համ իրենք են ապրում, համ մեզ են ապրեցնում։ Բոլոր քույրիկները, ես համոզված եմ, բոլորը այնքան ուժեղ են, որ կարողանում են ընտանիքում ստեղծել այն մթնոլորտը, որ ծնողները իրենց ավելի լավ զգան։ Ի վերջո հերոսի քույրիկներ են իրենք։ Երազներով միշտ մայիսս ասում էր, որ ինքը գալու է, որ ինքը ողջ է, միշտ։ Ես մինչև փոքրիկից ծնվելը միշտ մայիսից տեսել եմ։ Նույնիսկ հոկտեմբերի 14-ին ոչ մեկ չգիտեր, որ մայիսին տեղափոխել են, բացարձակ ոչ մեկ։ Մենք գիտեինք Մարտունի 3-ում, նույնիսկ որ զանգահարում էինք հրամանատարներին, հա, այստեղ կապը լավ չի, չեն կարող էս կոմենկում։ Ես երազ տեսա, մայիսս ասեց, մամ, ես Ջաբրայիլում եմ։ Մամա, ես Մարտունիում չեմ։ Ու ես արթնացա, նույնիսկ իրան նստելու այդ ձևը ես մինչև հիմա հիշում եմ։ Ես արթնացա, ամուսնուս ասում երեխեքին տարել են Մարտունիում, ման մի եկեք։ Ոչ մեկ չհավատաց։ Բացարձակ ոչ մեկ, հետո որ արդեն մենք իմացանք, որ երեխեքին տարել են, ու դրանից հետո միշտ ես երազ էի տեսնում, միշտ այդ տենց ժամանակ չկար, մինչև փոքրիկից ծնվելը, փոքրիկից ծնվելուց առաջ էլ երազ տեսա, որ մամ ես գալու եմ։ Միշտ այդպես էր ասում, ողջ եմ, ու նույնիսկ այսեր երազից կայսեր տուն, նույնիսկ մի անգամ եկավ բոլոր նկարներ այսպես ձեռով թափեց, որ ինքը ողջ է, որ ինքը գալու է։ Հետո որ Աստված տվեց երևի փոքրիկիս, աղջիկ ունեցանք, անունը Մայա, դրել անվանակոչել ենք իր եղբոր անունով, մենք մայիսին Մայո էինք ասում, Մայո, ու այդպես ես եմ որոշել անունը, ասի դնում ենք Մայա, որ միշտ մայիսը լինի մեզ հետ, ու հավատացեք նմանել է, պահեր կա, որ իր հայացք ուներ մայիսը, որ նայում էր, հիմա փոքրիկս, որ այդպես նայում է, մենք գիտենք մայիսն է, ու չգիտեմ, Աստված տվեց, այնպես չի, հա, ես շատ էի ուզում, ես միշտ ասում էի, ամուսինս մի քիչ ավելի բաներ, չէ, մեծ ենք, հետո դժվար ժամանակահատված է, մեր հոգեվիճակը, բայց եթե Աստված տվել է, ուրեմն պետք է լինի։ Ու Աստված տվեց աղջիկ, շնորհակալ ենք։ Մայիսին երբեք չենք մոռանա, երբեք մինչև մեր կյանքի վերջի օրը, րոպեն, վայրկյանը մայիսը միշտ մեզ հետ է։ Ես միշտ ասում եմ, հպարտեմ, ու այդ հպարտությունն է ինձ ուժ տալի, որ ես ապրեմ ու մայիսին ապրեցնեմ։ Եթե ես կոտրվեմ, մայիսը չի ապրի։ Պետք է ուժեղ լինեմ, որ մայիսն ապրի։ Ամեն վայրկյան մտքում, ճիշտ է, հարցերը շատ են, շատ է հարցերը, ոնց է, խի եղավ կամ, բայց հետո որ նայում եմ, քիչ արդեն ուրիշ ձև եմ մտածում, կարողանում ենք ապրել։ Հետո ես իմ մեջ
չգիտեմ, ես ինքս ինձ համոզում եմ, որ ինքը կա։ Եթե ես մտածեմ մայիսը չկա, ուրեմն ես ինքս չեմ ապրի։ Առաջի օրվանից ես ինքս ինձ այդպես եմ համոզում։ Ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց համոզում եմ, որ կա։ Եթե մտածեմ մայիսը չկա, չգիտեմ, երևի խելագարվեն կամ չեմ իմանում։ Չգիտեմ, ապրում ենք այնպես, ոնց ուզում էր մայիսը։ Ինքը սիրում էր, որ մեր ընտանիքում միշտ ուրախ բոլորը լինեն։ Ինքը ուզում էր, որ ընտանիքը միշտ, մեր ընտանիքին միշտ ասում էին երկի բարի ընտանիք։ Ինքը որ պարում էր, բոլորս համախմբվում էինք։ Ինձ էլ միշտ ասում էր, ու բարի չգիտես, լավ ինձ էլ սովորացրու ձեր բարերից, ասում էր, մեկը դու չես կարող պարես։ Պապայի հետ էր շատ պարում, սիրում էր իր պապայի հետ պարել, միշտ երկուսով քոչարի էին պարում։ Իր պապան լավ երգում էր։ Ճիշտ է, մի քիչ դժվար է մայիսից հետո ապրել այն ձևով, ոնց որ առաջ ենք ապրել, բայց փորձում ենք այդպես ապրել, որ ինքն էլ վերևում չտախրի։ Ես առաջ շատ էի լացում, զգում էի, որ ինքն էլ լավ չի, որովհետև երազներովս տխուր էր լինում կամ միլացի, միշտ ասում էր։ Հիմա աշխատում եմ մի քիչ ավելի քիչ լացեմ, ճիշտ է, շատ դժվար է խեղդվելով, բայց աշխատում եմ մի քիչ ավելի քիչ հանուն մյուս 3 երեխաների ու մայիսի, առաջինը մայիսի, հետո 3 երեխաների